Ողջույն սիրելի բարեկամներ, Մայիս Կարիբյանն է։ Այսօրվա վիդեոն ես խոսալու եմ, թե ինչպես գնել real estate եւ ինչպես ճիշտ հաշվարկը անել, որովհետեւ շատ մարդիկ դեռ ճիշտ չեն կարողանում պատկերացնել, թե այդ real estate-ի process-ը որտեղից է սկսում եւ ինչպես են ճիշտ հաշվարկները անում։ Նախ առաջինը ասեմ, որ ես արդեն ֆինանսական ինդուստրիայի մեջ եմ 22 տարի, սկսել եմ ինշուրանս բիզնեսով 2002 թվականից, հետո 2004-ից սկսել եմ լոներ անել եւ 2005-ից իմ առաջի real estate-ն եմ գնել եւ այդպես 2016-ին արդեն նաեւ կարողացա վերցնել իմ real estate license-ը, արդեն 22 տարիներ insurance եւ real estate-ի հետ միշտ կապ ունեմ եւ փորձել եմ օգնել բոլոր իմ հաճախորդներին, 3400-ից ավել հաճախորդների օգտակար եմ եղել եւ իմ փորձը կարծում եմ ինձ թույլ է տալի, որ կարողանամ յուրաքանչյուր կլիենտի օգտակար լինել այս սերվիսներով։ Այսօր ուզում եմ կենտրոնանալ real estate-ի մասին, որտեվ շատերը ուզում են real estate գնել, բայց չեն պատկերացնում ճիշտ թվաբանությունը ինչպես պետք է հաշվել։ Ես էկրանների վրա էլ մոտավորապես ձեզ ցույց կտամ, բայց վերցնենք, եթե մի անհատ ուզում է գնել բնակարան եւ հեշտ թվաբանության համար եւ նաեւ արդեն 1 միլիոնանոց տունը այսօրվա օրերում արդեն էլ չի համարվում թանկ տուն, եթե գնանք 10-15 տարի առաջ կամ 20 տարի առաջ մեկը 1 միլիոնանոց տուն գներ, բոլորը վաու կանեին, կասեին, վաու, 1 միլիոնանոց բնակարան է կարողացել գնել, բայց այսօր այդ թիվը համարյա դառնում է average գին, միգուցե դեռ ոչ, բայց մի քանի տարիներ հետո 1 միլիոնը կդառնա average գինը Կալիֆոռնիայում։ Այնպես որ դա նաև ձեզ թող hint տա, անգլերեն ասում են, զգուշացնի, որ եթե պատրաստում եք տուն գնել, մի սպասեք, եթե կարող եք հիմա գնել, որտեվ ես չեմ կարծում, որ տան գները ընկնելու է, մանավանդ ինֆլյացիան շատ արագ ձևի մեծանում է, փողի արժեքը ընկնում է, այնպես որ 1 միլիոնը դա հնչում է մեծ, բայց իրականության մեջ թվաբանությունը փոխվել է։ Եթե վերցնենք 1 միլիոնանոց բնակարանը եւ հաշվարկ անենք, նախ առաջինը պետք է առաջի ստեպերից մեկը պետք է ճարեք լավ agent։ Եթե այս դեպքում ես կկարողանամ ձեզ օգտակար լինել մեծ սիրով, եթե գիտեք մի agent-ի, կապնվեք իր հետ։ Մեր օֆիսում, եթե մեր հետ աշխատեք ինձ հետ, մեր օֆիսում real estate-ի երկու division-ն էլ ունենք, թե լոները, թե real estate-ը, երկու կողմով էլ կարող ենք օգնել։ Եվ եթե client-ը որոշում է ինձ հետ աշխատել, առաջի բանը, որ ես անում եմ, առաջինը qualify եմ անում, տեսնեմ իրանք ինչքանի տուն կարող են գնել, որի մեջ մտնում է FICO score-ը, credit score-ը, հետո գալիս է income-ը, միշտ հաշվում ենք income-ի երկու տեսակ կա, W2 եւ 1099, եւ դրանից հետո նաեւ միշտ client-ին հարցնում եմ, ասում եմ ինչքան գումար ունես հավաքած։ Եթե FICO score-ը 720-ից ավել է եւ անհատը կարող է 20% down դնել, այդ դեպքում income-ի երկու ծրագիր կա full documentation, իհարկե մեր loan officer-ը ավելի օգտակար կլինի այս հարցում, ես general idea-ն եմ փորձում բացատրել, full doc-ի դեպքում նշանակում է քո եկամուտը ամեն կողմից պիտի verify լինի tax return-ներով եւ pay stub-ներով եւ նաեւ կա stated program, որը income-ը չեն verify անում, այսինքն stated program-ի դեպքում rate-ը ավելի բարձր է, քան full doc-ի, բայց եկամուտը այդքան էական չէ այս դեպքում, որովհետև եթե 20% դնում ես, բանկը քեզ ֆինանսավորում է 80%-ը, ինչպես նշեցի, այդ դեպքում loan-ի rate-ը միգուցե 1% կամ 1.25% ավելի բարձր լինի, քան full doc-ի rate-ը։ Այսօրվա rate-երը հիմնականում տատանվում են 6.5-ից մինչև 7.5-ի մեջ, եւ նայած քո FICO-ի down payment-ի այդ տոկոսը կարող է տատանվել։ Հիմա վերցնենք, եթե 1 միլիոնանոց տուն է գնում անհատը եւ օրինակի համար stated program-ով 1 միլիոնի դեպքում 20% եթե դնի, դա արդեն արեց 200,000։ Այսինքն 200,000 իր down payment-ն է։ Եվ եթե stated loan է գնում, օրինակի համար լավ credit ունի, վերցնենք 7% վեկալեց, նաև պետք է չմոռանանք հաշվել 1 միլիոնի
1.25% տարեկան tax-ն է, որը այս դեպքում կկազմի 12250, այսինքն 12500, դրանից հետո եթե բնակարանը կոնդոմինիում չի, այսինքն HOA չունի, ինշորանսը երևի մոտավորապես $2500 տարեկան կանի։ Այս դեպքում ինշորանսով, tax-ով եւ payment-ը իրար հետ մոտավորապես $6500 կանի։ Ձեր payment-ը, եթե 20% կարողանում եք down դնել։ Երկրորդ կարևոր բանը, որ պետք է անպայման հաշվարկ անենք, դա closing cost-երն է։ Եթե stated document եք գնում, շատ անգամ lender-ները 1-ից 2 point են charge անում loan-ը process անելու համար։ Այսինքն, եթե ձեր loan-ի amount-ը 800,000 է, lender-ը եթե ձեզի 2% charge արեց, դա արդեն արեց 16000։ Դրանից հետո մոտավորապես մի 10000-ից 12000 closing cost-երը կարան լինեն, իհարկե կապ ունի, որ escrow-ն եք օգտագործում, որ title-ը ինչպիսի fee-եր նրանք ունեն, բայց մոտավորապես մի 12000 էլ կարա լինի ձեր closing cost-երը, որ այս դեպքում արդեն total-ը եկավ կանգնեց 28000-ի չափ։ Եվ շատ անգամ մարդիկ այս cost-երը չեն նախատեսում, այսինքն 1 միլիոնանոց տունը գնելու համար բացի 200,000 down payment-ը մոտավորապես 25-ից 30,000 closing cost կունենաք, մանավանդ եթե stated loan եք անում։ Իսկ եթե full DAC loan եք անում, շատ անգամ lender-ները էլ charge չեն անում այդ 2%-ը, որտեղ քո documentation-ը full DAC է, ամեն ինչ verify է լինում, դուք արդեն կխնայեք մոտ $16000 այդտեղ, ձեր closing cost-ը միգուցե 15000-ի շուրջ լինի։ Այնպես որ սրանք կարևոր թվաբանություն է, որ նախորոք ես client-ին բացատրում եմ, ասում եմ, որ նա կարողանա հասկանա այս ամբողջ process-ը եւ հասկանա, որ միայն down payment-ը չի, որ իր գրպանից դուրս է գալու։ Այնտեղ պետք է ճիշտ հաշվարկ անենք closing cost-ի համար նույնպես։ Եթե հարցեր ունեք ավելի մանրամասը ձեր տունը գնելու վերաբերյալ կամ միգուցե ունեք տուն ուզում եք վաճառեք եւ նորը գնեք, երկու դեպքում էլ կարող եք ինձ դիմել, դուք իմ տվյալները տեսնում եք էկրանների վրա, ես մեծ սիրով կարող եմ կոնսուլտացիա անել, անվճար է իմ կոնսուլտացիան, կարող եք գալ օֆիս, կարող եք հեռախոսով զրուցենք, բայց երկու դեպքում էլ խորհուրդ կտամ, որ անպայման ճիշտ մասնագետից խորհուրդ վերցնեք։ Եվ եւս մեկ անգամ կրկնեմ, նրանք ովքեր սպասում են, որ տան գները կընկնի, ես կարծում եմ, դա իմ կարծիքն է, որ դա չի լինելու եւ ամեն անգամ ուշացնելուց դու ուղակի ավելի բարձր թանկ գնով ես առնելու բնակարանը եւ երբ որ տան գները բարձրանում է, հիշեք մի բան, ավելի շատ tax է տալի։ Երկրորդ տեսակի նաեւ client-ներ կան, որ սպասում են, որ տոկոսները իջնեն։ Տոկոսները միգուցե իջնեն եւ ես կարծում եմ այս տարի իջնելու են, բայց հիշիր մի բան, ավելի լավ է դու էժանով տուն առնես բարձր տոկոսով, որտեվ տոկոսը կարող ես վերաֆինանսավորել, refinance անել եւ իջացնել, բայց տանգինը էլ չես կարա իջացնես։ Այնպես որ ավելի լավ է բարձր տոկոսով էժան հիմա առնես եւ շատ անգամ lender-ները քեզ buy down rate են տալի, որ դու կարող ես extra գումար վճարել, քո տոկոսը առնել, ավելի էժանացնել, կամ եթե այդ էլ չանես, 1-2 տարի հետո, երբ որ տոկոսները ավելի իջնեն, refinance կանես, քո տոկոսը կիջացնես, բայց դու շահած կլինես քո տան գնի մեջ, որտեվ 2 տարի հետո այսօրվա 1 միլիոնանոց տունը, եթե միջինը 6%-ով հաշվենք տարեկան աճ, 120-ից 150,000 թանկ ես առնելու, այսինքն դրա վրա համ loan-ն է շատ լինելու, համ payment-ները, համ էլ տարեկան tax-ը։ Ուշացման համար խորհուրդ չեմ տա սպասեք։ Եթե հնարավորությունը ունեք եւ կարող եք լավ բնակարան ճարել, եւ ես մեծ սիրով կօգնեմ այս հարցերում ձեզ, միանգամից անցեք քայլերի։ Հիշեք մի բան, այն մարդիկ, ովքեր հաջողվում են կյանքում, վերցնում են ռիսկ։ Ես չեմ ասում հիմար ռիսկ կներեք բառիս համար, այլ մտածված, խելացի եւ հաշվարկված ռիսկ, բայց պետք է ռիսկը անես։ Իսկ ես ունեմ client-ներ, որ 3 տարի, 5 տարի, client-ներ ունեմ մինչև 8 տարի, երբ որ իրենց հետ զրուցում եմ կամ follow-up եմ անում, միշտ ասում են՝ «Մայիս հələ սպասում ենք, տեսնենք ինչ կլինի»։ Ասում եմ 8 տարի առաջ կամ 5 տարի առաջ այդ տունը արժեր 500,000, հիմա 800 է, այդ տունը արժեր 800,000, հիմա 1.2 է,
խնդրեմ, կարող ես սպասել։ Այնպես որ պետք է հասկանանք իրականությունը եւ ռիսկ վերցնենք եւ քայլ անենք։ Սկզբից միգուցե դժվար կլինի, բայց մի քանի տարի հետո refinance կանես կամ կվաճառես, ավելի մեծ down կհանես տան մեջից, ավելի լավ բնակարան կգնես եւ ասեմ, շատ անգամ պարտադիր չի քո երազանքի տունը հենց առաջինից հասնես։ Կարող ես քայլարկար մի փոքր բնակարան գնել, մի քանի տարի ապրել, վերավաճառել, նորը գնել, այդպես հասնել քո ուզած տանը։ Շնորհակալություն, որ նայեցիք այսօրվա վիդեոն, սա Մայք Կարիբյանն էր, տարածեք ձեր էջերում, կհանդիպենք մյուս անգամ, ստեսություն բոլորիդ։